28 կետանոց փաստաթղթում, որի մասին մենք լսեցինք վերջի 3-4 օրը, այս փաստաթղթում գրեթե ճանաչվում է Ղրիմը եւ Դոնբասը բաղկացած է երկու շրջաններից, Դոնեցկ եւ Լուգանսկ, գրեթե ես կասեի այդպես, ճանաչում է որպես Ռուսաստանի մաս։ Այո, դե յուրե ոչ, այդ լավ է, բայց դե ֆակտո ճանաչվում է։ Օրինակ, մի շարք պահանջնել Ռուսաստանի, որ սահմանափակ լինի Ուկրաինայի բանակը, ու հիմա նշանակություն չունի մի միլիոնանոց, կես միլիոնանոց, թե ինչ, բայց սահմանափակումը պահանջում է Ռուսաստանը, ու ինչ որ չափով բավարարվում է այս պահանջը, այլ Ռուսաստանի պահանջները ակնհայտ երևացող, որ բավարարվում են, դա խոսում է նրա մասին, որ մի կողմից Տրամպը ուզում է խաղաղություն, մյուս կողմից, կոպիտ ասած, ինքը չի բռնում այն կողմը, որը արդար պայքար է տանում, պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը, ասենք ուզում է ժողովրդավարության հասնել, ուզում է ՆԱՏՕ-ի անդամ դարձնել, ի վերջո ինչի պետք է այդ փաստաթղթում գրված լիներ, որ սահմանադրական մակարդակով պետք է Ուկրաինան հրաժարվի մտնելու ՆԱՏՕ։ Հարցը միայն ՆԱՏՕ-ի մեջ չի, ինչի այս ձևի պահանջ պետք է լինի, այ Ռուսաստանի պահանջը այնտեղ արտահայտվեց, նույնիսկ եթե այդ պահանջը այսօր էլ ռեալիստական չի, այսօր էլ Ուկրաինան պատրաստ չի ՆԱՏՕ-ին, բայց ինչու պետք է լինի, ուրեմն կա ստեղ խնդիր, պրոբլեմ այս փաստաթղթի հետ կապված, բայց ի պատիվ Զելենսկու, Ուկրաինայի նախագահի, ինքը համբերատար չնեղանալով բանակցությունների մեջ էր